Ֆունկցիոնալ վերլուծության դասընթացի 10-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն վերջին անգամ մենք սկսեցինք ուսումնասիրել կոմպակտության հասկացությունը։ Կարճ վերհիշենք, թե ինչ արեցինք անցյալ անգամ։ Մենք նայում ենք ինչ-որ տոպոլոգիական տարածություն, Ժեստեմ տոպոլոգիական տարածություն այդ զույգ է բազմություն և ենթաբազմությունների ընտանիք, որը բավարարում է ինչ-որ ատոմների։ Ու մենք ասացինք, որ տարածությունը կոմպակտ է, ուրեմն սահմանում է հետևյալներ։ Որ S-ը կոմպակտ է, ըստ սահմանման S նշանակում է, որ եթե S-ը ներկայացված է բաց բազմությունների միավորման տեսքով, ալֆան պատկանում է A-ին, J ալֆան բաց է, ապա կարող են կտրել վերջավոր թվով բազմություններ, որոնց միավորումը նույնպես կտա ամբողջ տարածությունը։ Այս կոմպակտության սահմանումն էր։ Ու հասկացանք հետևյալը, որ կոմպակտությունը կարելի է նաև ուրիշ ձևով նկարագրել։ Թեորեմը հետևյալն էր։ Ուրեմն թեորեմ, որ ասում է, որ հետևյալ 3 հատկությունները համարժեք են։ Առաջի հատկությունը, այսինքն մի քիչ ուրիշ ձևով ձևակերպեցինք նստում է, առաջի ասացինք մի հատ փոքր լեմ կար, հետո համարժեքություն կար, բոլոր դեպքերում թեորեմը հետևյալն է։ Ուրեմն S-ը կոմպակտ է։ Երկրորդ հատկությունը ասում է, որ կա փակ բազմությունների համար վերջավոր հատման հատկությունը, ինչ է այդ նշանակում։ Այդ նշանակում է, որ եթե մենք ունենք բազմությունների ընտանիք, ցանկացած F ալֆա, որտեղ F ալֆան փակ է, և տեղի ունի, ասենք սենց, վերջավոր հատման հատկությունը, որտեղ հետո մեզ պետք է գալու այդ տերմինը, վերջավոր կամ հատումների ավելի ճիշտ է, հատումների հատկությունը։ Ինչ է նշանակում այդ? Նշանակում է հետևյալը, որ եթե ցանկացած ալֆա 1 ալֆա n-ի համար A-ից հատումը դատարկ չի, ապա բոլորի հատումը դատարկ չի։ Դատարկ չի, ապա բոլորի հատումը դատարկ չի։ Այսինքն, որպեսզի ստուգենք, որ բոլորի հատումը դատարկ չի, բավարար է ստուգենք, որ ցանկացած վերջավոր թվով բազմությունների հատումը դատարկ չի։ Եվ վերջապես երրորդ հատկությունը, ցանկացած x ալֆա կամ գրենք x-ի գրեմ ավելի լավ է, ալֆայի հետ շփոթելու համար, ցանկացած x-ի ցանցի համար գոյություն ունի y(g) ենթացանց, և գոյություն ունի x տարեսից, այնպես որ ենթացանցը զուգամիտում է x-ին։ Ուրեմն կոմպակտ տարածությունների հատկություններն են, որոնց մասին խոսեցինք նախորդ անգամ։ Ուրեմն այն, որ կոմպակտությունը արտահայտվում է ենթացանցերի և ոչ թե ենթահաջորդականությունների օգնությամբ, մի քիչ իհարկե սահաճ է հաջորդականությունների հետ մենք ավելի շատ ենք սովոր աշխատել։ Հիմա կար մի մասնավոր դեպք, որտեղ ցանցերի և ենթացանցերի կարիք չկար, այդ այն դեպքներ, երբ տարածությունը բավարարում էր հաշվելիության երկրորդ աքսիոմին, եկեք այդ արդյունքներ հիշենք, այսինքն վերաձևակերպենք կոմպակտությունը, ևս մի թեորեմ, ենթադրում ենք, որ S-ը
բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին։ Եկեք պարունակացնենք գրենք երկրորդ հաշվելիության աքսիոմ։ Այս ինչ է նշանակում։ Ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը, որ տոպոլոգիան ունի հաշվելի հենք։ Տեն ունի հաշվելի հենք։ Այսինքն ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել ինչ որ ընտանիքի բազմությունների միավորման տեսքով, ընդ որում այդ ընտանիքը պետք է լինի հաշվելի։ Ուրեմն եթե ենթադրում ենք, որ տոպոլոգիական տարածությունը ունի հաշվելի հենք, ապա այս երրորդ կետում ցանցերը, որոնց հետ աշխատելն ավելի դժվար է, կարելի է փոխարինել հաջորդականություններով։ Մենք եկեք այդ գրենք, հետևյալ երկու հատկությունները համարժեք են։ Առաջինը ասում է, որ S-ը կոմպակտ է։ Երկրորդը ասում է, որ ցանկացած X-n հաջորդականության համար S-ից գոյություն ունի ենթահաջորդականություն, այսինքն աճող բնական թվերի աճող հաջորդականություն եւ գոյություն ունի X տար S-ից, այնպիսի, որ Xn ժին զուգամիտում է X-ին։ Այս հատկությունը մենք չափահոսեցինք, բայց հուսով եմ քննարկել եք եւ կարող եք սահապատուցել։ Այսինքն մի ուղղությամբ քիչ թե շատ պարզ է, այն որ եթե S-ը կոմպակտ է, ապա ցանկացած հաջորդականություն ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Իրականում այդքան էլ ակնհայտ չի, որովհետեւ ինչ կարող ենք ասել, ապացույց ոնց կարող է լինել, վերցնենք հաջորդականությունը նույնպես ցանց է, հետեւաբար գոյություն ունի ենթացանց, որը զուգամիտում է։ Եկեք մի հատ դիտարկում անենք, որտեղ կարևոր բան է դիտարկում։ Ոնց կարող ենք ապացուցել, որ B-ից հետևում է A-ն։ Չէ, ներողություն, A-ից հետևում է B-ն։ Մի վերջան, ինչ ենք ուզում ասել, ուզում ենք ցույց տանք, որ ցանկացած հաջորդականություն ունի A-ից հետևում է B-ն։ Տեսեք, ուրեմն նախորդ դեպքում մենք ասում ենք, որ եթե S-ը կոմպակտ է, ապա ցանկացած ցանց ունի զուգամիտող ենթացանց։ Հիմա ստեղ ասում ենք, որ եթե S-ը կոմպակտ է, ապա ցանկացած հաջորդականություն ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Հիմա եկեք ցույց տանք, որ եթե գիտենք A-ն, եթե գիտենք S թեորեմի մեջ, որ A-ից հետևում է B-ն, ապա ստեղ էլ գիտենք։ Ուրեմն ոնց կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ քանի որ X-ը հաջորդականությունը նույնպես ցանց է, եթե ունենք X-ն հաջորդականությունը S-ից, ապա գոյություն ունի զուգամիտող ենթացանց։ Զուգամիտող ենթացանց։ Գոյություն ունի YG, որը զուգամիտող ենթացանց է։ Բայց ոչ մեկը չասեց, որ ենթացանցը պարտավոր է լինել հաջորդականություն։ Կարող է լինի ենթացանց հաջորդականության, բայց հաջորդականություն չունի։ Առաջարկում եմ ձեզ ինքնուրույն հասկանալ, որ եթե կա զուգամիտող ենթացանց, ապա կա նաև զուգամիտող ենթահաջորդականություն։ Ուրեմն այս առանձնապես դժվար բան չկա ստեղծել, պետք է բարձրապես հասկանալ, թե որն էր ենթացանցը։ Հիշեցնեմ, որ ենթացանցը ուներ հետևյալ հատկությունը, ուրեմն եթե ունենք x ալֆա կամ եկեք x-i գրեմ, x-i ին պատկանում է i ցանցը, եւ
ունենք YG ենթացանցը, ապա մասնավորապես ունենք հետևյալ հատկությունը, որ ցանկացած I0-ի համար ես կարող եմ գտնել, հիշեցնեմ, որ ենթացանց նշանակում է, որ մասնավորապես մենք ունենք արտապատկերում, որը գնում է G-ից I և X, YG-ին հավասար է X FG-ի։ Ու բացի դրանից կար նաև հետևյալը, որ ցանկացած X0-ի համար գոյություն ունի G0, որ ցանկացած G-ի համար G-ից, եթե մենք գիտենք, որ G0-ն փոքր է G-ից, ապա F G0-ն կլինի ավելի մեծ, քան I0-ն։ Այս երկրորդ հատկությունը օգտագործելով դժվար չի ցույց տալ, ընդամենը մի տող է, որ եթե ունենք զուգամիտող ենթացանց, ապա կունենանք նաև զուգամիտող ենթահաջորդականություն։ Պարզապես վերցնում ենք երկով այս n-ները, գտնում ենք համապատասխան Gn-ները ու վերցնում ենք F Gn-ները, այսինքն համարյա ամբողջ ապացույցը ասեցի։ Մի խոսքով, ինքնուրույն փորձեք հասկանալ, որ եթե հաջորդականություն ունի զուգամիտող ենթացանց, ապա ունի նաև զուգամիտող ենթահաջորդականություն։ Դրանից անմիջապես ստանում ենք, որ A-ից հետևում է B-ն։ Այն որ B-ից հետևում է A-ն ավելի բարդ էր, բայց նախորդ անգամ դրա մասին խոսել ենք։ Պետք է վերցնել ցանկացած բաց ծածկույթ, սկզբից այդ բաց ծածկույթից ընտրել հաշվելի ենթածածկույթ, հետո էլ այդ հաշվելի ենթածածկույթի համար հեշտ է ցույց տալ, որ եթե ճիշտ է այս հաջորդականությունների հատկությունը, ապա այդ հաշվելիից կարելի է ընտրել վերջավորը։ Մի խոսքով, հուսով եմ այս կոմպակտության մասին արել ենք, կարևոր հասկացություն է, պետք է անպայման այդ բաները հասկանալ մինչև վերջ։ Այսինքն, ընդհանուր դեպքում կոմպակտությունը համարժեք է, որ ցանկացած ցանց ունի զուգամիտող ենթացանց, բայց եթե կա հաշվելիության երկրորդ աքսիոմը, ապա կոմպակտությունը համարժեք է նրան, որ ցանկացած հաջորդականություն ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Շատ լավ, այս ուրեմն ինչ թե շատ թե ինչ էինք արել նախորդ անգամ։ Հիմա կոմպակտությունը տալիս է մի շարք ուրիշ հատկություններ անընդհատ ֆունկցիաների վերաբերյալ։ Այսինքն դրանց այդ հատկությունները դուք ծանոթ եք Էվկլիդեսյան տարածությունների վրա, այսինքն վերջավոր չափանի տարածություններում։ Եկեք հիմա արագ փորձենք դրանց մասին խոսել։ Ամեն ինչ չեմ ապահովելու, որովհետև ապացույցները շատ հեշտ են ու բացի դրանից Ռիթ-Սայմոնի գրքում կան, այսինքն շատ դեպքերում թողնելու եմ ձեզ, որ ինքնուրույն կարդաք։ Մենք ուրիշ բանի մասին ենք խոսելու, մի քիչ ավելի դժվար հատկությունների մասին։ Ուրեմն, թեորեմ 1 Ուրեմն երկու հատկություն։ Առաջինը, եթե ունենք տոպոլոգիական տարածություն S, որը կոմպակտ է, եւ ունենք փակ ենթաբազմություն, ապա F-ը նույնպես կոմպակտ է։ Սրա մասին մի հատ էլ խոսենք, այդ ենթաբազմությունների վրա առաջացող տոպոլոգիայի հասկացությունն էստեղ պետք։ Ուրեմն երկրորդ հատկությունը ասում է, որ եթե S-ը կոմպակտ է, ունենք երկու տարածություն S1 եւ S2, S1-ը կոմպակտ է եւ F ֆունկցիան, որը գնում է S1-ից S2 անընդհատ է, ապա ստեղից կարող ենք եզրակացնել, որ S1-ի պատկերը կոմպակտ է։ Եկեք արագ փորձենք ապացուցել սրանք, այսինքն համարյա ապացուցելու բան չկա, ու եթե այս հատկությունները տեսել եք վերջավոր չափանի դեպքում,
էվկլիդյան տարածությունների համար, ապա միանգամից կարող եք նաև այս դեպքում անել, ուրեմն ապացույց Ուրեմն ինչ ենք ուզում ցույց տալ, որ կոմպակտի փակ ենթաբազմությունը նույնպես կոմպակտ է։ Ուրեմն հիշեցնեմ, որ եթե մենք ունենք S T տոպոլոգիական տարածություն ու ունենք ցանկացած ենթաբազմություն, ապա X-ի վրա առաջանում է հարաբերական տոպոլոգիան, ինչ է նշանակում հարաբերական տոպոլոգիան, Tx-ը, Tx-ը պարզապես պետք է վերցնեմ բոլոր T-ի բոլոր անդամները ու վերցնեմ հատումը X-ի հետ։ Այն ինչ որ ստացվում է տոպոլոգիայի X-ի վրա ու կոչվում է հարաբերական տոպոլոգիա։ Հիմա ինչ է ասում առաջի հատկությունը։ Առաջի հատկությունը ասում է, որ եթե S-ը կոմպակտ է, ունենք, մոռացել եմ գրել, որ փակ պետք է լինի սա։ Գիտեմ, ասեցի թե չէ, բայց պետք է լինի փակ, հակառակ դեպքում բարձր որ հատկությունը սխալ է։ Վերցնենք 0,1 փակ հատվածը, 0,1 բաց հատվածը կոմպակտ չի։ Ուրեմն, եթե ունենք S կոմպակտ տոպոլոգիական տարածությունը եւ S-ի փակ ենթաբազմությունը, փակ նշանակում է, որ լրացումը բաց է, այսինքն պատկանում է տոպոլոգիային, ապա F-ը նույնպես կոմպակտ է։ F-ի մասին խոսելիս պետք է ասենք որն է տոպոլոգիան։ Ենթաբազմությունների դեպքում միշտ նկատի ունենք հարաբերական տոպոլոգիան, այսինքն վերցնում ենք տոպոլոգիայի բոլոր տարերը, այսինքն S-ի բոլոր բազմությունները ու դրանց հատումը X-ի հետ։ Ուրեմն պետք է ցույց տալ, որ F-ը կոմպակտ է։ Ոնց եք ցույց տալիս, վերցնում ենք F-ի ցանկացած ծածկույթ։ Այսինքն F-ը ներկայացնում ենք ինչ որ ենթաբազմությունների, բաց ենթաբազմությունների միավորման տեսքով։ Այստեղ ասացի բաց, ցեցի կասկածել, այստեղ սահմանում եմ բաց ասել եմ, թե չէ։ Հա, ասել եմ, ռեալական բաց է։ Ուրեմն F-ը ներկայացում է J ալֆա միավորման տեսքով։ Ալֆան պատկանում է A-ին, ընդ որում J ալֆան բաց է։ Հիմա այստեղ մի բանի է պետք ուշադրություն դարձնել, որ J ալֆան բաց է F-ում եւ ոչ թե բաց է S-ում։ Բայց քանի որ J ալֆան բաց է F-ում, նշանակում է J ալֆան կարելի է ներկայացնել ինչ որ մի J ալֆա, կամ եկեք գրենք պարզապես O ալֆա հատում F տեսքով, որտեղ O ալֆան բաց է S-ում։ Մենք չգիտենք J ալֆան բաց է S-ում, թե ոչ։ Ու J ալֆան կարող է S-ում բաց չլինել, քանի որ J ալֆան F-ի, օրինակ եթե վերցնենք J ալֆան հավասար է F-ի, F-ը S-ում բաց չի, F-ը S-ում փակ է, բացառությամբ տրվյալ դեպքերից։ Այսինքն, վերցնում ենք F-ը ներկայացնում ենք J ալֆա բաց բազմությունների միավորման դեպքում, բայց J ալֆաները բաց են F-ում։ Քանի որ J ալֆան բաց է F-ում, մենք գիտենք F-ում ոնց է սահմանվում տոպոլոգիան։ Պետք է վերցնենք բոլոր բաց բազմությունները S-ում եւ վերցնենք հատումը F-ի հետ։ Այսինքն J ալֆան ներկայացնում է O ալֆա հատում F տեսքով, որտեղ O ալֆան բաց է S-ում։ Հիմա S-ը ներկայացնում ենք հետեւյալ ձևով։ S-ը ներկայացնում ենք, որտեղ միավորում, որպես միավորում O ալֆա, ալֆան պատկանում է A-ին եւ միավորում F-ի լրացման հետ S-ում, այսինքն S հանած F։ Ուրեմն O ալֆաները մենք գիտենք, որ բաց են, սա էլ գիտենք, որ բաց է, քանի որ F-ը փակ է S-ում։ Հետևաբար ես կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Այսինքն գոյություն ունի ալֆա 1 ալֆա n a-ից, այնպես որ S-ը ներկայացվում է միավորում O ալֆա i, ին հավասար է 1-ից n, եւ միավորում եմ վերցնում նաև S-ը հանած F-ի հետ։ Եթե նույնիսկ ինքը, այսինքն ինքը չի կարող չլինի վերջավոր ենթածածկույթում, եթե F-ը տարբեր է S-ից։ Չնայած կարող է ալֆան շատ մեծ լինի, բոլոր դեպքերում ես իրավունք ունեմ վերցնեմ S, որ S-ը ներկայացում է S տեսքով։ Բայց F-ը S-ի ենթաբազմություն է, ու F-ը հաստատ S1-ի մեջ չի։ Սրա մեջ չի ընկած F-ը։ Սրա հատում է F-ի հետ, հավասար է դատարկ բազմության, քանի որ վերցրել եմ F-ի լրացումը։ Հետևաբար F-ը ընկած է S մնացածի մեջ։ F-ը ընկած է միավորում O ալֆա i-ի մեջ, ին հավասար է 1-ից n,
Հետևաբար ընկած է նաև միավորում, ոչ թե պատկանում է, այլ ընկած է։ F-ը ընկած է միավորում O ալֆայի հատում F-ի հետ։ Բայց O ալֆայի հատում F-ը սենց մեր J ալֆայի բազմությունն էր։ Այսինքն ես ցույց տվեցի, որ ցանկացած ծածկույթից բաց բազմություններով ես կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Ուրեմն տոպոլոգիական տարածության փակ ենթաբազմությունը, կոմպակտ տոպոլոգիական տարածության փակ ենթաբազմությունը նույնպես կոմպակտ է։ Նույն ձևով ինչ որ վերջավոր չափանի տարածությունների համար։ Հիմա այս երկրորդ հատկությունը, ուրեմն երկրորդ հատկությունը, արագ դա էլ քննարկենք։ Ուրեմն ես ուզեմ ցույց տալ, որ f S1-ը կոմպակտ է։ Եթե ես գիտեմ, որ S1-ը կոմպակտ է, ուրեմն ունենք երկու տարածություն S1 եւ S2, եւ ունենք անընդհատ ֆունկցիա S1-ից S2, ստեղ ստանում եմ f S1 բազմությունը։ Ես ուզեմ ցույց տալ, որ f S1-ը կոմպակտ է։ Ոնց ենք անում, փորձում ենք ըստ սահմանման, ուրեմն ուզում ենք ցույց տանք, որ f(s1) կոմպակտ է, ներկայացնենք f(s1)-ը, ենթադրենք, թե f(s1) ներկայացված է բաց բազմությունների միավորման տեսքով, որտեղ J ալֆան բաց է f(s1)-ում, բայց f(s1)-ում ես ունեմ հարաբերական տոպոլոգիան կամ ծնված տոպոլոգիան, S2-ի տոպոլոգիա եւ ծնված տոպոլոգիան, ես կարող եմ գրել, որ J ալֆան ներկայացում է O ալֆա հատում f S1 տեսքով, որտեղ O ալֆան ընկած է S2-ի մեջ եւ այնտեղ բաց է։ Հիմա ես գիտեմ, որ f-ն անընդհատ է։ Հետևաբար, ուրեմն ցանկացած ալֆայի համար հակադարձ պատկերը O ալֆայի, որը ընկած է S1-ի մեջ, բաց է։ Ու բացի դրանից, քանի որ O ալֆաները ծածկում են f S1-ը, բացի դրանից ես կարող եմ ասել, որ S1-ը հավասար է S սրանց բոլորի միավորմանը։ Ուրեմն առաջինը վերցրեցինք բաց ծածկույթ, բոլոր բաց բազմությունները ներկայացում են ամբողջ տարածության մեջ բաց բազմություն հատում f S1-ի տեսքով։ Քանի որ սրանք բաց են, հակադարձ պատկերը բաց է S1-ում, եւ քանի որ այս O ալֆաները ծածկում են f S1-ը, նրանց հակադարձ պատկերների միավորումը ծածկում է S1-ը։ Բայց S1-ը կոմպակտ է։ നമ്മൾ գիտեմ, որ S1-ը կոմպակտ է։ Դեռս կարող եմ եզրակացնել, որ գոյություն ունի վերջավոր ենթածածկույթ։ Գոյություն ունի ալֆա 1 ալֆա n, այնպիսին, որ S1-ը հավասար է միավորում, ին հավասար է 1-ից n, f-1 O ալֆա i։ Ես տեղից էլ միանգամից կարող եմ եզրակացնել, որ f S1-ը ընկած է սրանց միավորման մեջ։ Եվ սրանով ապացույց վերջանում է։ Լավ, կան հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ուրեմն մի հետևանք։ Եթե ունեմ կոմպակտ տարածություն եւ անընդհատ ֆունկցիա, այս անգամ արդեն արժեքները ենթադրում են, որ ընդունում է R-ում, ապա երկու հատկություն սահմանափակ է եւ ընդունում է իր մաքսիմալ եւ մինիմալ արժեքները։ Գոյություն ունեն x+
եւ x մինուս տարեր s-ից, այնպես որ ցանկացած x-ի համար s-ից տեղի ունի հետեւյալը fx-ը փոքր կամ հավասար է fx պլյուսից եւ մեծ կամ հավասար է fx մինուսից։ Այսինքն ոնց որ վերջավոր չափանի տարածություններում կոմպակտի վրա որոշված անընդհատ ֆունկցիան սահմանափակ է եւ ընդունում է իր ամենամեծ եւ ամենափոքր արժեքները։ Մեզ էլ ապացույցը դիտող է ընդամենը։ Կարող եք վերցնեք վերջավոր չափանի ապացույցը ու տեսնեք, որ նույն փաստարկները անցնեն, բայց կամ կարող ենք օգտագործել այս B հատկությունը, որ կոմպակտի պատկերը կոմպակտ է։ Դեմ ապացույց։ Ինչ գիտենք, որ fs-ը ընկած է R-ում եւ կոմպակտ է։ Այս հենց մեր նախորդ B կետն էր։ Քանի որ fs-ը կոմպակտ է, ինչ է նշանակում կոմպակտ, նշանակում է փակ եւ սահմանափակ, R-ի դեպքում կոմպակտները դրանք փակ եւ սահմանափակ բաղադրություններն են, նշանակում է fs ունի մաքսիմալ եւ մինիմալ էլեմենտ, մաքսիմալ եւ մինիմալ տարեր։ Այսինքն գոյություն ունի y plus minus r-ից, հենց որ ցանկացած y-ի համար fs-ից, ճիշտ է հետեւյալը, y-ը ընկած է y չէ, ոչ միայն r-ից, այլ fs-ից։ Քանի որ fs-ը փակ է եւ սահմանափակ, fs-ը պարտավոր է պարունակել բոլոր սահմանային կուտակման կետերը։ Հետևաբար ես կարող եմ ասել, որ գոյություն ունի y plus y minus fs-ից, հենց որ ցանկացած y-ի համար սրանք ընկած են այս երկուսի արանքում։ Ուսում բոլորը կարող են ապացուցել, որ R-ում կոմպակտ բազմությունը ունի մաքսիմալ եւ մինիմալ տաճ։ Որտեղ կոմպակտը փակ եւ սահմանափակ բազմություններն էին։ Ստեղից ինչ ենք ստանում։ Ստանում ենք, որ ցանկացած x-ի համար s-ից fx-ը փոքր կամ հավասար է, քանի որ y պլյուսը y մինուսը fs-ում են, ուրեմն գոյություն ունի գոնե մի նախապատկեր կամ հակադարձ պատկեր fx plus fx plus fx minus։ Ուրեմն այսինքն ստեղից ասում ենք, որ գոյություն ունի x plus x minus s-ից, հենց որ fx plus minus-ը հավասար է y plus minus, ու այդ դեպքում ստեղից այս անհավասարությունից միանգամից կարող եմ եզրակացնել, որ ցանկացած x-ի համար ճիշտ է այս անհավասարությունը։ Դրանով ապացույցն ավարտվում է։ Շատ լավ, անցնենք ուրեմն եւս 3 արդյունքի մասին եմ ուզում խոսել, բայց համարյա առանց ապացույցների։ Ապացույցները պետք է լինի կարդալ Ռիչ Սայմոնի գրքում, բայց իրանք ընդհանրապես դժվար չեն։ Ուրեմն այստեղ ինչ ասենք, թեորեմ 1, ինչով թեորեմ 2։ Ուրեմն եթե ես ունեմ երկու կոմպակտ տարածություն, ուրեմն S-ը եւ T-ն կոմպակտ են, եւ ունեմ անընդհատ արտապատկերում S-ից T, որը փոխմիարժեք է։ Ապա ես պնդում եմ, որ F-ը հոմեոմորֆիզմ է։ Դուք կարող եք գրենք հոմեո։ Այսինքն F-ի համար ես գիտեմ, որ ինքը փոխմիարժեք է, այսինքն ինյեկտիվ է սուրյեկտիվ, ու գիտեմ, որ ինքը մի ուղղությամբ անընդհատ է։ Ուրեմն կոմպակտ տարածությունների դեպքում, եթե այդքանը գիտեմ, ապա հակառակ ուղղությամբ էլ է անընդհատ։ Շատ բարձր է ապացույցը, կարող եք օրինակ սկզբի համար վերցնել հաջորդականությունների միջոցով ապահովել։ Այսինքն ցույց տալ, որ եթե P-ում կա հաջորդականություն, ապա դրա հակադարձ պատկերը, որը լավ որոշված է, քանի որ F փոխմիարժեք է, նույնպես պարտավոր է զուգամիտել։ Շատ պարզ փաստարկներով այդ կարող եք ստանալ հաջորդականությունների համար, հետո վերցրեք նույն բանը անեք ցանցերի համար։ Պարզապես քայլ առ քայլ հետևելով հաջորդականությունների ապացույցին։ Ուրեմն այս առաջի թեորեմը
ուրեմն կոմպակտ տարածությունների միջև փոխմիարժեք անընդհատ արտապատկերումները դրանք հոմեոմորֆիզմներ են, ուրիշ չկա։ Երկրորդը նորմալության մասին էր, թեորեմ։ Ուրեմն եթե ես ունեմ կոմպակտ Hausdorff-յան տարածություն, ապա ինքը նորմալ է։ Նշենք ինչ է նշանակում Hausdorff-յան։ Hausdorff-յան նշանակում է, որ եթե ես ունեմ երկու կետ, ապա կարող եմ գտնել բաց բազմություններ, սրանք պարունակող, որոնք միմյանց հետ չեն փոխվում։ Ինչ է նշանակում նորմալ։ Նորմալ նշանակում է, որ եթե ես ունեմ փակ բազմություններ, ապա կարող եմ գտնել բաց բազմություններ, փակ չհատվող բնականաբար, կարող եմ գտնել բաց բազմություններ, որոնք չեն հատվում, եւ ըստ սահմանման առաջի կետը ասում է, որ մի կետանոց բազմությունները փակ են։ Այսինքն ցանկացած նորմալ տարածություն նաև Hausdorff-յան է։ Քան որ կվերցնեմ փակ բազմությունները, մի կետից բաղկացած փակ բազմությունները ու դրանց կառանձնացնեմ։ Թեորեմը ասում է, որ եթե ունենք կոմպակտ Hausdorff-յան, ապա դա դրանք կլինեն նորմալ։ Այսինքն կոմպակտ տարածությունների համար նորմալությունը եւ նորմալության հատկությունը եւ Hausdorff-յան հատկությունը նույն բանն է։ Ինքնուրույն կարող եք անել, շատ պարզ ապացույց է, բայց եթե չստացվի, կնայեք բանի գրքում, Ֆրից Սայմոնի գրքում։ Եվ երրորդ վերջին արդյունքը, թեորեմ, ասում է, որ նորմալ տարածությունների վրա կան շատ անընդհատ ֆունկցիաներ։ Ես կոչում եմ Ուրիսոնի լեմմա։ Ուրիսոնի լեմ, որ ասում է, որ եթե ես ունեմ S նորմալ տարածությունը, եւ ունեմ երկու փակ բազմություն, մտածեմ S-ի մեջ փակ, ապա չէ, մի դեպք նորմալ տարածությունը քիչ է, պետք է լինի կոմպակտ։ Կոմպակտ նորմալ տարածություն եւ ունեմ երկու փակ բազմություն, ապա կարող եմ գտնել անընդհատ ֆունկցիա, գոյություն ունի անընդհատ ֆունկցիա S-ից R, այնպիսին, որ F-ի սահմանափակումը C-ի վրա նույնաբար հավասար է 1-ի, փակ եւ չհատվող։ F-ի սահմանափակումը C-ի վրա հավասար է 1-ի եւ F-ի սահմանափակումը D-ի վրա հավասար է 0-ի։ Մեծ արդյունք ավելի բարդ է։ Ռիչ Սայմոնի գրքում մոտարապես գրած է, թե ինչ է պետք անել, բայց մանրամասն ապացույց չկա։ Եկեք այս արդյունքը մենք ապացուցենք մետրիկական տարածությունների համար։ Ուրեմն ապացույց մետրիկական տարածությունների համար։ Մետրիկական տարածությունների համար ապացույցն ակնհայտ է, քանի որում կոմպակտության անհրաժեշտություն չկա մետրիկական տարածությունների համար։ Միշտ է սա ճիշտ։ Եթե վերցնում ենք հետևյալ ֆունկցիան, միանալ ասեմ, սկսեցիք հասկացել, որ կարող է կոմպակտության անհրաժեշտություն նաև տոպոլոգիաների համար չկա։ Մի խոսքով պետք է ստուգել։ Եկեք ինձ կարմիր գիծ քաշեմ։ Կարող է եւ սրա անհրաժեշտությունը չկա։ Լավ, եկեք հիմա չփորձեմ հասկանալ կա թե չկա, կոմպակտների համար հաստատ ճիշտ է, չի բացառվում, որ նաև կոմպակտության անհրաժեշտություն չկա,
Ուրեմն մետրիկական տարածությունների համար կոմպակտության անհրաժեշտություն չկա։ Ինչի որովհետև վերցնում եմ հետևյալ ֆունկցիան։ Ուրեմն ես ունեմ c եւ d բազմությունները, ուզում եմ որ c-ի վրա հավասար լինի 1-ի, d-ի վրա հավասար լինի 0-ի։ Վերցնում եմ հեռավորությունը, d-ի վրա հավասար լինի 0-ի, նշանակում է վերցնում հեռավորությունը x-ից d եւ բաժանում եմ հեռավորությունը x-ից d գումարած հեռավորությունը x-ից c։ Ուրեմն նախ այս ֆունկցիան լավ է որոշված, որովհետև եթե սա հավասար է 0-ի, ենթադրենք հայտարարը հավասար է 0-ի, Եվ ինչ է նշանակում։ Նշանակում է երկու հեռավորությունն էլ հավասար են 0-ի, dxd-ն հավասար է dxc հավասար է 0-ի, բայց քանի որ d-ն եւ c-ն փակ են, ես միանգամից կարող եմ եզրակացնել, որ x-ը պատկանում է d հատում c-ին, որը հնարավոր չի, որովհետև մենք ասել ենք, որ հատումը դատարկ է։ Այսինքն այս ֆունկցիան լավ որոշված է, ցանկացած x-ի համար, ես ինչ-որ մի թիվ բաժանում եմ մի ուրիշ թվի վրա։ Գիտեմ նաև, որ այս երկու ֆունկցիա, այս բոլոր ֆունկցիաներն անընդհատ են։ Հետևաբար կանորտը նույնպես անընդհատ ֆունկցիա է։ Եվ վերջապես, եթե x-ը պատկանում է d-ին, ունես առաջի դիտարկումներ, եթե x-ը պատկանում է d-ին, ապա fx-ը ստեղ կլինի 0, ստացվի fx հավասար է 0, եւ եթե x-ը պատկանում է c-ին, ապա ինչ կստանամ, սա կլինի 0 եւ կստանամ նույն թիվը բաժանածի վրա, դա կստացվի 1։ Այսինքն մետրիկական տարածությունների համար նորմալությունը, անընդհատ ֆունկցիայի գոյությունը ակնհայտ է, ստեղից միանգամից հետևում է նորմալությունը։ Հետևանք Ուրեմն ցանկացած մետրիկական տարածություն նորմալ է։ Ցանկացած մետրիկական տարածություն նորմալ է։ Ինչի է նորմալ, որովհետև կվերցնենք այս ֆունկցիան ու կնայենք հետևյալ բազմությունները, ուրեմն ապացույց։ Կվերցնենք այս ֆունկցիան, որը կառուցեցինք նախորդ արդյունքի մեջ, ու կվերցնենք հետևյալ բազմությունները։ G1, որը կլինի nx-երը s-ից, որոնց համար fx-ը փոքր է 1/3-ից, այսինքն ուրիշ կերպ ասած f-1 մինուս անսահմանություն 1/3, ընդ որում վերցնում եմ բաց բազմություն, եւ G2-ը կվերցնեմ f-1 2/3-ից պլյուս անսահմանություն։ Այս երկուսն էլ բաց են, բաց է եւ սա էլ է բաց, քանի որ երկուսն էլ բաց բազմությունների հակադարձ պատկերներ են անընդհատ արտապատկերման, անընդհատ արտապատկերման։ Ակնհայտորեն G1-ը պարունակում է n բազմությունը, որի վրա f-ը հավասար է 1-ի, այսինքն G1-ը պարունակում է c-ն, եւ G2-ը պարունակում է d-ն, որտեղ ֆունկցիան հավասար է 1-ի։ Ու քանի որ այս երկու միջակայքերը չեն հատվում, դրանց հատումը դատարկ է։ Դրանով ապացույցն ավարտվում է։ Անցյալ անգամ մենք փորձում էինք ուղիղ ապացուցել, ապացույցի մեջ սխալ կար, բայց դուք ապացույցը գտել եք ինքնուրույն, այս եւս մի ապացույց է տալիս, որ մետրիկական տարածությունները միշտ բավարարում են նորմալության հատկությանը։ Շատ լավ, կան հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ուրեմն ասենք հաջորդ թեմային, այդ Տիխոնովի թեորեմն է։
Ուրեմն սկսենք պարզ դիտարկումներից։ Եթե ունենք, ասենք, երկու հատ կոմպակտ տարածություն, նշեցնեմ, որ կոմպակտ տոպոլոգիական տարածություններ։ Ուրեմն նախ մենք միշտ դիտարկելու ենք հաուզորդյան դեպքը, որպեսզի պաթոլոգիաները խուսափենք, միշտ ենթադրում ենք, որ բոլոր տոպոլոգիական տարածությունները հաուզորդյան են, այսինքն ցանկացած երկու կետ կարելի է բաժանել միմյանցից բաց բազմություններով, մասնավորապես ցանկացած ցանց կամ ցանկացած հաջորդականություն ունի ամենաշատը մի սահման։ Եթե այս մեկ այս երկուսը կոմպակտ են, կարող ենք վերցնել սրանց ուղիղ արտադրյալը, նոր տոպոլոգիական տարածություն է, ոնց էր սահմանում տոպոլոգիան սրա վրա, դա ամենափոքր տոպոլոգիան էր, որը պարունակում էր ուրեմն բաց բազմությունների միավորումը, միավորումը չի, արտադրյալը, V1, V2, որտեղ J-ին ընկած է S-ի մեջ և բաց է, սա տոպոլոգիա չի, բայց ես իրավունք ունեմ նայելու սրանով ծնված տոպոլոգիան։ Ուրեմն, եթե այս երկուսն են կոմպակտ են, շատ հեշտ է ապացուցել, որ S-ը կոմպակտ է։ Ոնց ենք անում, օրինակ, վերցնում ենք ցանց, իսկ ցանց ինչ է նշանակում, նշանակում է x ալֆա 1 և x ալֆա 2, քանի որ ուղիղ արտադրյալը սա էր։ Հետո ինչ ենք անում, ոնց կանեինք հաջորդականությունների համար, սկզբից առաջինից կընտրեինք զուգամիտող ենթահաջորդականություն, հետո ստացվածից կընտրեինք երկրորդի համար զուգամիտող ենթահաջորդականություն։ Նույն բանը անում ենք ցանցերի համար։ Եկեք թողնեմ բաները ձեզ, ուրեմն գոյություն ունի y1 բետա, պայմանականորեն գրեմ սենց, որ սա x ալֆա 1-ի ենթացանցն է, ուրեմն զուգամիտող ենթացանց, հետո կվերցնեմ ես x ալֆայի փոխարեն, բայց քանի որ սա ենթացանց նշանակում է նաև արտապատկերում ինդեքսների տարածությունից, ես իրավունք ունեմ նայելու սրան համապատասխան x ալֆա 2-ի ենթացանցը, ուրեմն նայում եմ x, պայմանականորեն գրենք սենց, x f բետա 2-ը, քանի որ ես ունեմ x ալֆայի համար ենթացանց, ունեմ նայում ես f արտապատկերում ինդեքսների տարածությունից, ես նայում եմ x f բետա 2-ը, որը կլինի x ալֆա 2-ի ենթացանց։ Բայց քանի որ S2-ը կոմպակտ էր, S2-ն էլ է կոմպակտ, սա էլ կունենա զուգամիտող ենթացանց։ Կունենամ y2 գամմա զուգամիտող ենթացանց։ Դե սա ստանալուց հետո ես կարող եմ այս ենթացանցի համապատասխան սրա ենթացանցը նայել և կստանամ զուգամիտող ենթացանց։ Մի խոսքով առաջարկում եմ ինքնուրույն անեք, ոչ մի դժվար բան չկա։ Ենթացանցերը մի քիչ սովորության հարց է, բայց հեշտությամբ կարող եք ինքնուրույն անել, որ սկզբից առաջինից կընտրեմ ենթացանց, հետո երկրորդից ստացված ենթացանցից կընտրեմ ենթացանց, զուգամիտող ցանցի ենթացանցը նույնպես զուգամիտող է, ուրեմն կստանամ, որ երկուսն պետք է զուգամիտեն։ Նույն ձևով կարող ենք անել ցանկացած վերջավոր թվի համար։ Եթե ես ունեմ S1, SN կոմպակտ տարածությունները, ապա արտադրյալը նույնպես կոմպակտ է։
Գրել նույն արդյունքն է, պարզապես կարող եք ընդհանրապես ինդուկցիա անել։ Սկզբից S1, S2-ը, հետո S1, S2, S3 եւ այլն։ Ուրեմն մի փոքր վարժություն չեմ ուզում դրա մասին խոսել, վարժություն եկեք նայենք այն դեպքը, երբ իրավունք ունենք նայելու հաջորդականություններ եւ ոչ թե ցանցեր։ Ենթադրենք, որ մենք ունենք հաշվելի թվով կոմպակտ եւ հաշվելիության երկրորդ աքսիոմին բավարարող տարածություններ։ Հաշվելիության երկրորդ հաշվելիության աքսիոմի բավարարող տոպոլոգիական տարածություններ։ Ապա ես կարող եմ նայել սրանց ուղիղ արտադրյալը, S-ը, որը հավասար է S-ի, ին հավասար է 1-ից հասարմանություն, նույնպես կոմպակտ է։ Ոնց կարող ենք անել։ Մենք գիտենք, որ նախ ինչ է նշանակում S ուղիղ արտադրյալը։ Ուղիղ արտադրյալի տոպոլոգիան սահմանվում է էլի վերջավոր թվով կոմպոնենտների միջոցով, այսինքն S-ի տոպոլոգիան ոնց ենք սահմանում S-ի տոպոլոգիան։ Կարող ենք օրինակ այս ձևով ասել, այդ նույն բանն է, ինչ որ նախորդ դեպքում արեցինք, բայց մի քիչ այլ տերմիններով, նայում ենք բոլոր պրոյեկցիաները I, որը S-ից գնում է S-ի, եւ ինչ է անում x1, x2 հաջորդականությանը համապատասխանության մեջ է գնում x-ին։ Մեզ կարող եմ ասել S-ի տոպոլոգիան S արտապատկերումներով ծնված տոպոլոգիան։ Դրանով ծնված տոպոլոգիան։ Այսինքն ամենաթույլ տոպոլոգիան, որի համար բոլոր պրոյեկցիաները անընդհատ են։ Ուրեմն այս սահմանումից հետո դժվար չի հասկանալ, որ եթե ես ունեմ x n հաջորդականություն, xn1, xn2 եւ այլն, նախ եթե սրանք բավարարում էին հաշվելիության երկրորդ աքսիոմին, ապա սա էլ կբավարարի հաշվելիության երկրորդ աքսիոմին։ Եվ հաջորդականությունը զուգամիտում է, xn-ը զուգամիտում է x-ին, որի կոմպոնենտն եք նշանակեմ x-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր կոորդինատ զուգամիտում է։ Ցանկացած c-ի համար n-ից x n-ին զուգամիտում է x n-ին զուգամիտում է x-ին։ Ինքը մի հատ նորից, ես ունեմ հաշվելի թվով կոմպակտ տարածություններ, որովհետեւ պարզվի ամեն ինչ ենթադրում ենք, որ դրանք բոլորը բավարարում են հաշվելիության երկրորդ աքսիոմին, այսինքն բոլորը ունեն տոպոլոգիայի հաշվելի հենք, ու նայում ենք սրանց ուղիղ արտադրյալը։ Հիմա առաջինը տոպոլոգիան S-ի վրա սահմանվում է հետևյալ ձևով, որ բոլոր պրոյեկցիաները պետք է լինեն անընդհատ։ Այս նույն բանը ուրիշ ձևով կարող ենք ասել, մենք կարող ենք ասել, որ տոպոլոգիան ստեղծված է հետևյալ բազմություններով, վերցնում ենք վերջավոր թվով բազմություններ, J1, Jn, որտեղ J-ին ընկած է S-ի մեջ եւ բաց է։ Ու
տոպոլոգիան այս բաց բազմություններով ծնված տոպոլոգիան է, այսինքն ամենափոքր տոպոլոգիան, որը պարունակում է սրանք։ Ես մի քիչ մտածելիս հասկանում եմ, որ նույն բանն է գրված։ Կամ կարող ենք ասել բոլոր պրոյեկցիաներն անընդհատ են, ամենաթույլ տոպոլոգիան, կամ կարող ենք ասել այս տեսակ բազմություններով ծնված տոպոլոգիան։ Հիմա հեշտ է հասկանալ, որ եթե ես ունեմ x-n հաջորդականություն, ապա զուգամիտություն նշանակում է, որ բոլոր կոմպոնենտները զուգամիտում են։ Այսինքն ինչ որ իմաստով ամենաբնական բանն եմ վերցրել, ասել եմ, որ հաջորդականությունը զուգամիտում է, եթե բոլոր կոմպոնենտները այդ հաջորդականությամբ զուգամիտում են։ Օրինակ L1-ում ուրիշ է, չէ՞, պետք է վերցնենք դրանց գումարը կամ LP-ում։ Այստեղ դրանցից ավելի թույլ տոպոլոգիա է վերցրած։ Հիմնավորությունը ասում է, որ այս կոմպակտ է, եթե յուրաքանչյուրը կոմպակտ է, ապա ուղիղ արտադրյալները կոմպակտ։ Ոնց կարող ենք անել, կարող ենք վերցնել ցանկացած հաջորդականություն, սրա համար ընտրել ենթահաջորդականություն, երկրորդի համար ընտրել ենթահաջորդականություն նախորդից եւ այլն, ու վերցնել անկյունագծային հաջորդականությունը։ Այսինքն տոնում եմ ձեզ ինքնին հասկանալու համար, որ օգտագործելով մեզ հայտնի եղանակը, այսինքն առաջինից ընտրեցինք ենթահաջորդականություն, ստացված ենթահաջորդականություն դրեցինք ստեղ, ընտրեցինք ենթահաջորդականություն եւ այլն, հետո վերցրեցինք անկյունագծայինը։ Այն ինչ որ ստացվում է, բոլորի ենթահաջորդականությունն է, հետեւաբար զուգամիտն է։ Ուրեմն վերջավոր դեպքում կամ հաշվելի դեպքում այս արդյունքը լրիվ հասկանալի է ու ունի ոչ դժվար ապացույց։ Հիմա դժվար ապացույցը այդ Տիխոնովի թեորեմն է, որը ասում է, որ կարող ենք վերցնել ցանկացած արտադրյալ։ Ուրեմն ենթադրենք ունենք տոպոլոգիական բազմությունների ընտանիք S ալֆա։ Որոնք բոլորը այս պայդրությամբ կոմպակտություն չկա, ուզում ենք սահմանենք իրանց ուղիղ արտադրյալը։ Ինչ է նշանակում ուղիղ արտադրյալ։ Ըստ էության նշանակում է հետևյալը, որ վերցրել ենք x ալֆա տարեջ, որտեղ ալֆան փոխվում է i-ում, այնպես որ x ալֆան պատկանում է s ալֆային ցանկացած ալֆայի համար։ Ես կարող ենք մի քիչ ավելի ֆորմալ տեսքով գրել։ Ուղիղ արտադրյալ նշանակում է, որ մենք ունենք ֆունկցիա, որը i-ից գնում է s ալֆաների միավորում, այնպես որ ցանկացած ալֆայի համար i-ից f ալֆան ընկած է s ալֆայի մեջ։ Այսինքն բոլոր ֆունկցիաներն են i-ից միավորում, նենց որ ալֆայի պատկերը s ալֆայի մեջ է։ Հիմա սրա համար կա նախ բնական պրոյեկցիաները, այսինքն ցանկացած բետայի համար i-ից ես սահմանում եմ p բետա պրոյեկցիան, որը գնում է ուղիղ արտադրյալից s բետա եւ f ֆունկցիային համապատասխանության մեջ է դնում f բետա տարը։ Ոչ հաշվելի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել, բայց կարող եք պատկերացնել հաշվելի դեպքում, հետո բառ առ բառ տեղափոխել ոչ հաշվելի դեպք։ Ուրեմն Տիխոնովի թեորեմը ասում է հետևյալը։ Ուրեմն որ եթե ցանկացած ալֆայի համար S ալֆան կոմպակտ է, ապա սրանց ուղիղ արտադրյալը նույնպես կոմպակտ է։ Ընդհանրապես ակնհայտ չի այս թեորեմը, բայց եկեք ես մի քանի մտահղացում տամ, հուսով եմ ինքնուրույն կարողանաք դրանից դուրս բերել ապացույցը։ Ապացույց։ Ուրեմն ինչ ենք ուզում ապացուցել։ Այս դասախոսության սկզբում մենք տեսանք, որ կոմպակտությունը, ավելի ճիշտ վերհիշեցինք, որ կոմպակտությունը
այդ նույնն է ինչ որ վերջավոր հատման հատկությունը։ Այսինքն մենք վերցնում ենք FI փակ բազմություններ ու ինչ ենք ուզում ցույց տալ, ուզում ենք ցույց տալ, որ եթե ցանկացած I1 IN-ի համարից հատումը դատարկ չի, ապա ամբողջ ընտանիքի հատումը դատարկ չի։ Իմ պատկանում է դա դատարկ չի։ Ասենք ոնց կարող էինք փորձել ապացուցել։ Մենք առանձնապես բան չգիտենք այս բանի մասին, ճիշտ է։ Մենք ունենք տոպոլոգիական տարածություններ, իրաց մասին գիտենք, որ իրանք կոմպակտ են։ Վերցնում ենք ուղիղ արտադրյալը ու փակ բազմություններ ուղիղ արտադրյալում։ Հետո ասում ենք ցույց տանք, որ եթե ցանկացած վերջավոր ընտանիք ունի ոչ դատարկ հատում, ապա ամբողջ ընտանիքը ունի ոչ դատարկ հատում։ Եվ ինչ կարող ենք անել։ Կարող ենք վերցնել, ասենք, նայել այս բազմությունները։ I բետա FI։ Մեզ կլինի S բետայի ենթաբազմություն, ճիշտ է, որտեղ P բետան գործում էր ուղիղ արտադրյալից S բետա։ Ուրեմն նախ մենք դեռ չգիտենք, թե այս P բետա F-ին արդյոք ինքը փակ բազմություն է։ Իրականում կարող է փակ չլինել, որտեղ փակի պրոյեկցիան կարող է փակ չլինել։ Բայց մենք ուզում ենք ինչ-որ մի կետ կառուցենք, լավ, վերցնենք սրա փակումը։ I բետա F-ի փակումը վերցրեցինք, ես արդեն փակ է։ Ընդ որում այս ընտանիքը կբավարարի վերջավոր հատման հատկությանը։ Ուրեմն վերջավոր հատման հատկություն։ Քանի որ F-իները ունեին այդ հատկությունը, հեշտ է հասկանալ, որ պրոյեկցիաներն էլ ունեն այդ հատկությունը։ Այսինքն սրանք կպարունակեն ինչ-որ կետ։ Ցանկացած բետայի համար այս մեր ընտանիքից հատումը I բետա FI եւ պետք է վերցնեմ փակումը սրանց, ին պատկանում է I, պարունակում է ինչ-որ կետ, որի անուն դնենք, ասենք, P բետա։ Ու ցանկություն կա վերցնելու P-ն, որը հավասար է P բետայի։ Այս կլինի արդեն S-ից տար։ Բայց մի քիչ մտածելուց հետո պարզ է դառնում, որ սա ընդհանրապես չի աշխատում։ Եկեք վերցնենք նույնիսկ երկու բազմության դեպքում։ Եկեք վերցնենք հարթության վրա։ Ասենք այս երկու բազմությունը, նույնիսկ ցանկացած էլի կոպիտ ասած։ Երկու բազմություն է, իրանք ունեն ոչ տրիվիալ հատում, ես վերցնում եմ սրանց պրոյեկցիաները։ Ուրեմն այս F1 եւ F2-ներ, F1 եւ F2։ Սրանց պրոյեկցիաները, եթե ես վերցնում եմ X-երի եւ Y-երի առանցքի վրա, ապա ստանում եմ, եթե սենց է վերցնել, ես նույնը կստանամ, կարող եմ նույնը ստանամ նաեւ ուրիշ վերցնեմ, բոլոր դեպքերում ստանում եմ մի ամբողջ հատված։ Ստեղ ինչ որ մենք վերցրեցինք, ասեցինք, որ S ունի վերջավոր հատման հատկություն, հետեւաբար գոյություն ունի ինչ որ տար պրոյեկցիաներից։ Այսինքն մենք ստեղ ըստ էության վերցրեցինք ցանկացած տար, մի հատ վերցրեցինք ստեղից, մի հատ ուրիշ էլ վերցրեցինք ստեղից։ Ու նայում ենք սրանց ուղիղ արտադրյալ, այսինքն սրանցով որոշված կետը։ Սա ենք նայում։
Ոչ մի պատճառ չկա, որ ինքը համընկնի այս կետի հետ, որտեղ մենք պատահական կետ ենք վերցրել։ Այսինքն այս մտահղացումը, որը թվում է բնական, ընդհանրապես չի աշխատում ու ոչ մի հնարավորություն չունի աշխատելու։ Հիմա հիմնական մտահղացումը հետևյալն է։ Իրականում Տիխոնովի թեորեմը համարժեք է Ծորնի լեմին։ Այդ ես չգիտեմ գաղափար չունեմ ոնց է ապացուցում, բայց եթե ունենք Ծորնի լեմը, ապա կարող ենք ապահովել Տիխոնովի թեորեմը հետևյալ ձևով։ Մենք ունենք Fi ընտանիքը, որի ցանկացած վերջավոր ենթաընտանիք ունի դատարկ բազմությունից տարբեր ոչ դատարկ հատում։ Հիմա Ծորնի լեմի օգնությամբ կարող ենք ցույց տալ հետևյալը, որ գոյություն ունի աժի ընտանիք, որը էլի այդ նույն հատկությամբ է օժտված, ցանկացած G1 Gn-ի համար G-ից հատումը դատարկ չի։ Դատարկ չի, ու բացի դրանից կա եւս երկու հատկություն։ Նախ, այս F-ին ընկած է աժի մեջ, այսինքն F-ի բոլոր տարերը այս աժիների մեջ են, եւ երկրորդը այս աժի բազմությունը մաքսիմալ է։ Այսինքն չկա ուրիշ ընտանիք, որը կպարունակի աժին եւ կունենա այս հատկությունը։ Այսինքն եթե կա ինչ-որ մի ուրիշ ընտանիք, որը պարունակում է այս աժին, ունի այս հատկությունը, ապա այդ նույն աժի ընտանիքն է, ուրիշ չկա։ Հիմա այս մաքսիմալ ընտանիքը մի շարք հետաքրքիր հատկություններով է օժտված, այսինքն երկու հատկություն է օգտագործում։ Առաջի հատկությունը ասում է հետևյալը, որ եթե ունեմ ցանկացած թվով բազմություններ, ոնց գրենք, ցանկացած G1 Gn-ի համար, AG1 AGN-ը նույնպես այս ընտանիքի մեջ է։ Այսինքն ոչ միայն դատարկ չի, այլև այդ ընտանիքի մեջ է։ Ինչի, որովհետև եթե ինքը չլներ, ապա այս ընտանիքը մաքսիմալ չէր լինի։ Եթե ինքը չլներ, ես իրանք ավելացնեի ու ստացված ընտանիքը նույնպես կունենար այս հատկությունը։ Վերջավոր հատումները կլինեին ոչ դատարկ։ Ուրեմն աժի ընտանիքը մաքսիմալությունից հետևում է, որ ինքը կայուն է վերջավոր հատումների նկատմամբ։ Եթե վերցնեմ ցանկացած վերջավոր հատում սրա տարերի, ապա ինքը կմնա դրա մեջ։ Երկրորդ հատկությունը ասում է հետևյալը, որ եթե ես ունեմ ինչ-որ բազմություն, եթե ես ունեմ ինչ-որ մի J բազմություն, որը ընկած է իմ տոպոլոգիական տարածության մեջ, այսինքն այս պահին նույնիսկ ես այս ստրուկտուրան չեմ օգտագործել, պարզապես մաքսիմալ բան եմ կառուցել Ծորնի լեմի օգնությամբ F-ի բազմությունների։ Եթե ես ունեմ ինչ-որ մի J, որը ընկած է S-ի մեջ, այնպիսին որ ցանկացած J-ի համար J-ից J հատում աժին դատարկ չի, ապա J-ն պարտավոր է ընկած լինել այս ընտանիքի մեջ։ Էլի հետևում է մաքսիմալությունից, որտեղ եթե վերցնեմ ցանկացած վերջավոր թվով բազմություններ, իրանց հատումը կլինի J-ի մեջ, ու եթե ես վերցնեմ J-ի հետ հատումը, էլի կլինի ոչ դատարկ։ Ուրեմն երեք փաստ է պետք ինքնուրույն ապահովել, որ Ծորնի լեմից հետևում է, որ գոյություն ունի մաքսիմալ ընտանիք, եւ եթե վերցնում եմ այս մաքսիմալ ընտանիքի
վերջավոր թվով անդամներ, ապա դրանց հատումը պետք է մնա սրա մեջ, եւ եթե վերցնում եմ ցանկացած ուրիշ բազմություն, որի հատումը ցանկացած արժի հետ դատարկ չի, ապա ինքը նույնպես գտնվում է այս ընտանիքի մեջ։ Ուրեմն այս երկու հատկությունները եւ հիմա այստեղ անում եմ նույն բանը, ինչ որ ստեղ արեցի։ Այսինքն ես կառուցում եմ ինչ որ մի կետ։ Ինչ եմ անում, վերցնում եմ բոլոր պրոյեկցիաները պի բետա աժի, որտեղ ժին պատկանում է ժին, ուրեմն օգտագործելով են, որ եկեք այդ հատկությունը գրենք, որ եթե ես վերցնում եմ պի բետա ա ժի1 հատում պի բետա ա ժի n, ու սա ուզում եմ համեմատել սրա հետ պի բետա ա ժի1 ա ժի n, մի հատ եկեք հասկանանք ով է ավելի մեծ։ Եթե ես վերցնում եմ ցանկացած տար, արժե որ սա ավելի փոքր է, քան սա, հետեւաբար պրոյեկցիաները նույնպես ընկած են։ Դե քան որ պրոյեկցիաները բոլորի մեջ ընկած են, ապա հատման մեջ են ընկած։ Այսինքն այս ավելի մեծ է։ Հետեւաբար կարող եմ եզրակացնել, որ եթե ստեղ դատարկ չի, ապա ստեղ էլ դատարկ չի։ Ուրեմն այս բազմություններն ունեն վերջավոր բազմությունների վերջավոր հատումները դատարկ չեն, բայց մյուս կողմից իրանք փակ չեն։ Ուրեմն այս մաքսիմալ ընտանիքի անդամները կարող են փակ չլինել։ Մաքսիմալ ընտանիքի անդամները կարող են փակ չլինել, բայց եթե վերցնեմ իրանց փակումը, ապա հաստատ կոմպակտությունից հետևում է, որ փակումը կունենա ոչ դատարկ, փակումը կլինի ոչ դատարկ։ Դե եթե ոչ դատարկ է, ապա ստեղ կարող եմ ընտրել տար։ Պի բետան, P բետան պարունակում է սրանց փակմանը։ Փակումների հատումին, փակումների հատումին։ Ուրեմն տարբերություն է նախորդ կառուցման, ստեղ ես վերցրել եմ անհայմատ ավելի շատ բազմություններ։ Դրա համար այս սահմանափակումները սրանց վրա, այսինքն այս տեսակ բան չի կարող լինել։ Որ ստեղ մի կետ լինի ու հատումները ունենան շատ բաներ, շատ կետեր։ Հիմա ստեղ մնում է վերջի քայլը ապահովել, որ այս P բետա տարը ինքը պատկանում է այս բոլորի հատմանը։ Իրականում ինքը բոլորի հատմանը չի պատկանում, ինքը պատկանում է սրանց փակումների հատմանը։ P բետան պատկանում է փակումների հատմանը, բայց քանի որ մեր սկզբնական ընտանիքը սրա մեջ էր եւ ինքը արդեն իսկ փակ էր, ստեղից միանգամից եզրակացնում ենք, որ այս P բետան պատկանում է F-ների հատմանը։ F-ը ին պատկանում է մեծակարգին։ Այսինքն ստեղ ես մի բան չափածուցեցի, ես չափածուցեցի այսա։ Թողնում եմ ձեզ ինքնուրույն ապահովելու համար, եթե չստացվի կարող ենք հաջորդ անգամ քննարկել, բայց դժվար չի ապահովելը, պետք է ցույց տաք, որ քանի որ մենք ուզում ենք ցույց տանք, որ ինքը պատկանում է փակումների հատմանը, բավական է ցույց տալ, որ ցանկացած բաց բազմություն, որը այս կետը պարունակում է, ունի հատում արժիների հետ։ Որտեղ եթե ես ցույց տամ, ապա սրանից միանգամից կասեմ, որ այդ բաց բազմությունը ընկած է այս ընտանիքի մեջ եւ հետեւաբար ունի հատում։ Մի խոսքով, առաջարկում ինքնուրույն ցույց տակ ես
պետք է օգտագործեք այս երկու հատկությունները։ Այսինքն իրական երկրորդը պետք է օգտագործեք, եթե ունեք ինչ-որ բազմություն, որը սրա մեջ որը ցանկացած տարի հետ ունի ոչ տրիվիալ հատում, այսինքն ոչ դատարկ հատում, ապա ինքը այդ բազմության մեջ է։ Փորձեք անել ինքնուրույն, չստացվի, միասին կանենք հաջորդ անգամ։ Այսինքն դուք պետք է ցույց տաք, որ ցանկացած բաց բազմություն, որը պարունակում է այս կետը, ունի հատում ցանկացած արժիի հետ։ Դրա համար էլ պետք է օգտագործեք, որ բաց բազմությունները հենց որոշվում են պրոյեկցիաներով։ Մի խոսքով եկեք ստեղ կանգ առնենք, որտեղ մեր շատ ժամանակ չի մնացել։ Ինչ-որ շատ ապացուցեցի, մի բան չեմ ապացուցել, այդ էլ փորձեք ինքնուրույն։ Ուրեմն, ստեղ պաստորեն մենք արդեն ինչ-որ բաներ գիտենք տոպոլոգիական տարածությունների մասին, հարցեր թե լավ էս ինչի համար է պետք էս մեր տոպոլոգիական տարածությունը։ Մեր հիմնական նպատակը այդ թույլ տոպոլոգիաներն են բանախյան տարածությունների վրա։ Այս ամբողջ պատմությունը դրա համար է։ Մենք վերջապես հասնում ենք այդ կետին թույլ տոպոլոգիաներ բանախյան տարածությունների վրա։ Մենք ուսումնասիրենք երկու տոպոլոգիա, մեկը կոչվում է թույլ, մյուսը կոչվում է թույլ աստղանիշ տոպոլոգիա։ Ուրեմն հիմա այս պայից սկսած մենք նայելու ենք բանախյան տարածությունները։ Ուրեմն x-ը բանախյան տարածություն է, եւ հիշեցնեմ, որ ցանկացած բանախյան տարածության համար մենք սահմանում ենք իր դուալ տարածությունը, որն է դուալ տարածությունը, այդ բոլոր ֆունկցիաներն էին x-ից c, որոնք գծային էին եւ անընդհատ։ Ուրեմն անընդհատությունը հիշեցնեմ նշանակում է հետեւյալը, օրինակ կարող ենք ասել անընդհատություն սովորական իմաստով, կամ կարող ենք գրել հետեւյալը, որ Lx-ը բացարձակարգելով չի գերազանցում ինչ-որ մի ցետիվ անգամ x-ի նորմա։ Հիմա ես իրավունք ունեմ նայելու այս x տարածության վրա, այսինքն ուրեմն ցանկացած տարր դուալ տարածությունից անընդհատ է x-ի վրա։ Բայց ես կարող եմ հակառակ կողմից մոտենալ, ասել, եկեք ես նայեմ s բազմությունը ու x-ի վրա ամենաթույլ տոպոլոգիան, որոնց համար բոլոր l-երը անընդհատ են։ Այսինքն գրենք սահմանում։ Ես նայում եմ XW տոպոլոգիական տարածությունը, որտեղ տոպոլոգիան XW-ի վրա ծնված է հետևյալ ձևով, ինքը S ընտանիքով ծնված տոպոլոգիան է։ Այսինքն ամենաթույլ տոպոլոգիան, որի համար բոլոր անընդհատ գծային արտապատկերումները x-ից c անընդհատ են։ Կամ ուրիշ ձևով կարող եմ ասել այս նույն բանը, մենք հասկացել ենք թե ոնց են սահմանում, եթե ունեմ ֆունկցիաների ընտանիք, ոնց եմ սահմանում տոպոլոգիան բանի վրա, x-ի վրա։ Ես պետք է վերցնեմ բոլոր բաց բազմությունները եւ դրանց հակադարձ պատկերները։ Ուրեմն on ընկած է c-ի մեջ պետք է լինի բաց եւ l-ն էլ պետք է ընկած լինի x աստղանիշի մեջ։ Այսինքն նայում եմ այս բազմություններով ծնված տոպոլոգիան, այսինքն ամենափոքր տոպոլոգիան, որը պարունակում է այս բոլոր բազմությունները։ Հիմա մի հատ հասկանանք թե ինչ է նշանակում այս տոպոլոգիան։ Ունի փոքր լեմ, որը ասում է հետևյալը, որ x ալֆան
որը ցանց է x-ում, նայում եմ x ալֆա ցանցը, x ալֆան զուգամիտում է x-ին xw-ում, այսինքն xw ստեղ փաստորեն կարող եմ քիչ բարձր ինչ նկատել, xw-ն ես նույն x տարածությունն է, բայց այս տոպոլոգիայով։ X-ի վրա կա նորմով ծնված տոպոլոգիան, x-ի վրա կա նաև թույլ տոպոլոգիան, որը ծնված է ֆունկցիոնալներով, այսինքն բոլոր գծային ֆունկցիոնալները նայում անընդհատ, նայում եմ ամենաթույլ տոպոլոգիան, ոնց որ բոլորը լինեն անընդհատ, կամ ուրիշ կերպ ասած, նայում են այս տեսակ բազմությունները, բաց բազմություն C-ում հակադարձ պատկերելով, բոլոր բացերը ստեղ, բոլոր էլերը x աստանշով, ու դրանով ծնված տոպոլոգիան։ Հիմա մի քիչ փաստորեն կարող եմ բարձրացվեց, հիմա ավելի պարզ ձևով փորձում ենք ասել, երբ է x ալֆա ցանցը զուգամիտում x-ին թույլ տոպոլոգիայով, xw տոպոլոգիայով, ես պնդում եմ հետևյալը, որ սա տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած L-ի համար x աստանեշից L x ալֆան զուգամիտում է Lx-ին։ Ուրեմն, եկեք ապացենք սա։ Ուրեմն ապացույց։ Մի ուղղությամբ ինքը ակնհայտ է, որ ուղղությամբ է ակնհայտ է այս ուղղությամբ։ Քանի որ ֆունկցիոնալը գծային է, բավական է ապացուցել անընդհատությունը 0-ում։ Լրիվ նույն ձևով է անում, այսինքն ոնց որ նորմի համար գիտեինք, որ եթե ֆունկցիոնալը անընդհատ է 0-ում, ապա անընդհատը ցանկացած այլ կետում, լրիվ նույն ձևով ապացուցվում է այս դեպքում, որ ֆունկցիոնալը անընդհատ է, ֆունկցիան անընդհատ է թույլ մի դեպք ինչ եմ ասում, x ալֆան հակառակ ուղղությամբ եմ շատ եմ ասում, ուզում եմ ասել այս ուղղությամբ։ Ես ուզում եմ ապացուցել սա։ Այս պնդումը կարող եմ վերցնել x-ը հավասար է 0։ Լրիվ նույն ձևով է արվում, ինչ որ նորմի համար։ Մենք վերցնենք x-ը հավասար է 0։ Հիմա ինչ եմ ուզում ցույց տալ։ Ուզում եմ ցույց տալ, որ Lx ալֆան պետք է ցույց տանք, որ L x ալֆան զուգամիտում է 0-ի։ Այդ ինչ է նշանակում զուգամիտում է 0-ի։ Նշանակում է, որ ցանկացած օրինակ գնդի համար B0 էպսիլոն գնդի համար ես կարող եմ գտնել ալֆա էպսիլոն տար x, այնպես որ եթե ալֆան մեծ է ալֆա էպսիլոնից, մեծ է իր կարգի իմաստով, ապա L x ալֆան գտնվում է այս գնդի մեջ։ Անընդհատությունը սա է։ Բայց ես ինչ ունեմ, ես ունեմ, որ x ալֆան ձգտում է 0-ի, ինչ գիտենք։ Գիտենք, որ x ալֆան ձգտում է 0-ի x w-ում։ Հետևաբար, ձգտում է x-ի չէ, ձգտում է 0-ի x w-ում։ Հետևաբար, ցանկացած բաց բազմության համար, ցանկացած j-ի համար, որը պարունակում է 0-ն, գոյություն ունի ալֆա կախված j-ից, այնպես որ ցանկացած ալֆայի համար, որը մեծ է ալֆա j-ից, x ալֆան գտնվում է այս բաց բազմության մեջ։ Բայց որպես այս բաց բազմություն, ես իրավունք ունեմ վերցնելու այս B0 էպսիլոնի հակադարձ պատկերը L-1 B0 էպսիլոն, որովհետև սա էր իմ տոպոլոգիան։ Բոլոր բաց բազմությունների հակադարձ պատկերները բոլոր L-երով։ Հիմա ես վերցրել եմ այս կոնկրետ S-ի L-ը, վերցրել եմ սա։ J-ն հավասար է L-1 B0 էպսիլոն։ S ուրեմն բաց է։ Հետևաբար տեղի ունի S, գոյություն ունի
ալֆա, որը կախված է էպսիլոնից, նենց որ ցանկացած ալֆայի համար, որը մեծ է ալֆա էպսիլոնից, x ալֆան կպատկանի L-1 B0 էպսիլոնին։ Իսկ ես ինչ է նշանակում։ Այս նշանակում է այս տամամը, որ Lx ալֆան պատկանում է B0 էպսիլոնին։ Դրանով այս ուղղությամբ ապացույցն ավարտվում է։ Հակառակողությունը դժվար չի։ Ինչ ենք ուզում ցույց տալ։ Ուզում ենք ցույց տալ, որ եթե ուզում եմ ցանկացած L-ի համար այս զուգամիտությունը, ապա ունեմ նաև սա։ Դրա համար եւս մի անգամ պետք է հասկանանք ինչ է նշանակում տրված ընտանիքով ծնված տոպոլոգիաներ։ Տոպոլոգիա, ոչ թե տոպոլոգիաներ։ Այս նշանակում է հետևյալը, որ եթե ես ունեմ J բազմություն, որը բաց է, ու J-ն պարունակում է 0, ապա ես կարող եմ ընտրել բաց բազմություններ, գոյություն ունի, կամ եկեք ցենց գրեմ, եւս մի հատկություն կապացնենք, գոյություն ունի էպսիլոն դրական տիպ, եւ գոյություն ունի L1, Ln ֆունկցիոնալներ, այնպես որ J-ն պարունակում է հետևյալ հատումը L-1 B0 էպսիլոն ին հավասար է 1-ից n։ Որովհետև իմ տոպոլոգիան ծնված է այս տեսակ բազմություններով L-1 O, որտեղ O-ն բաց է։ Հիմա եթե ուզում եմ նայել 0-ի շրջակայք, այս O-ն պետք է պարունակի 0-ն, հակառակ դեպքում հակադարձ պատկերը չի պարունակի 0-ն այս տարածության մեջ։ Ու ինչ է նշանակում տոպոլոգիա ստեղ, նշանակում է, որ ես պետք է վերցնեմ բոլոր վերջավոր հատումների ցանկացած միավորում։ Այդ հատկությունը մենք վաղուց քննարկել ենք։ Ոնց եմ կառուցում տրված ընտանիքով ծնված տոպոլոգիան։ Վերցնում եմ ընտանիքի բոլոր վերջավոր հատումները եւ դրանց ցանկացած միավորում։ Այդ նկարագրությունից անմիջապես հետևել է, եթե ես ունեմ J բաց բազմությունը, որը պարունակում է 0, ապա J-ն պետք է պարունակի ինչ որ գնդերի հակադարձ պատկերներ ինչ որ ֆունկցիոնալներով։ Բայց կարող եմ ես նույն էպսիլոն վերցնեմ, քանի որ հակառակ դեպքում կվերցնեմ ավելի փոքր էպսիլոն։ Վերցնեմ էպսիլոնը համապատասխան գնդերի ծառայողների մինիմումը։ Մի խոսքով, ուզում եմ այս բոլորի համար պարզ է, որ եթե ես ունեմ J բաց բազմություն 0 պարունակող, ապա կարող եմ կառուցել էպսիլոն եւ վերջավոր ֆունկցիոնալներ, նենց որ J-ն պարունակի սա։ Այս բանը ունենալուց հետո արդեն մնացածը պարզ է ինչ է պետք անել, եթե ես ունեմ այս հատկությունը, ապա ուրեմն ցանկացած i-ի համար 1-ից n, ես կարող եմ ընտրել այն տեսակ ալֆա i, որ ցանկացած ալֆայի համար, որը մեծ է ալֆայից, L-i x ալֆան լինի գնդի մեջ։ Կամ այս նույնն է, որ ասենք x ալֆան լինի գնդի հակադարձ պատկերի մեջ։ Ես հիմա ունեմ վերջավոր թվով ալֆայիներ, քանի որ in ուղղորդված բազմություն է, գոյություն ունի, ասենք, բետա i-ից, որն ավելի մեծ է այս բոլոր ալֆայիներից։ Եթե ես վերցնեմ ցանկացած ալֆա, որը մեծ է բետայից, ապա այս բոլոր անհավասարությունները տեղի կունենան։
ու հետեւաբար x ալֆան կպատկանի LI մինուս 1 B0 էպսիլոնին, հետեւաբար կպատկանի նաև սրանց հատմանը։ Իսկ այս ատոմը ընկած էր J-ի մեջ։ Հետեւաբար կպատկանի նաև J-ին։ Այսինքն ես ցույց տվեցի, որ ցանկացած բաց բազմության համար, 0 պարունակող, ես կարող եմ ընտրել բետա, նենց որ ցանկացած ալֆայի համար, որը մեծ է բետայից, x ալֆան պատկանում է J-ին։ Սա ցույց է տալիս, որ x ալֆան զուգամիտում է 0-ին։ Մի խոսքով, եթե պարզ է, թե ինչ է նշանակում ֆունկցիաներով կամ բազմություններով ծնված տոպոլոգիա, իրականում լեմը համարյա ակնհայտ է։ Այսպիսին չենք հասցնում վերջացնել այս թեման, տոպոլոգիական տարածությունների, եկեք եւս մի արդյունք ձևակերպեմ, առանց ապացույցի այս անգամ, փորձեք ինքնուրույն ապացուցել, եթե չստացվի, հաջորդ անգամ քննարկենք։ Մեծ թույլ տոպոլոգիաներ, կա նաև թույլ արտասթանիչ տոպոլոգիան, դա էլ մյուս անգամ եք ստիպված նայելու, ուրեմն թեորեմ։ Ես էլ ձևակերպեմ ու քննարկենք ու դրանով վերջացնենք։ Թեորեմը ասում է հետևյալը, ուրեմն մի քանի կետ։ Առաջինը, ուրեմն XW-ի տոպոլոգիան X-ի տոպոլոգիայից ուժեղ չի։ Ուժեղ չի, ինչ է նշանակում։ Նշանակում է, որ սրա բազմությունները ավելի շատ են, քան թե սրանը։ Այսինքն սրա տոպոլոգիան ընկած է սրա տոպոլոգիայի մեջ։ Որ բազմությունը նույնն է, ես իրավունք ունեմ համեմատելու տոպոլոգիաները։ Հիմա ինչքան ավելի շատ բազմություն կա, շատ բաց բազմություն կա, այնքան տոպոլոգիան ավելի ուժեղ է։ Օրինակ, դիսկրետ տոպոլոգիան, որտեղ բոլոր բազմությունները բաց են, ամ բոլորից ուժեղ է։ Հիմա այս բանը ասում է, որ x-ի տոպոլոգիան ավելի թույլ չի, քան XW-ի տոպոլոգիան։ Կարող է նրանք համընկնեն, եթե օրինակ ունենք վերջավոր չափային տարածություն, թույլ եւ նորմով ծնված տոպոլոգիաները նույնն են։ Ուրեմն երկրորդ հատկությունը ասում է հետևյալը, հաջորդականությունների համար է, ընդհանրապես ասած, ցանցերի համար ճիշտ չի, որ եթե x-ը, մի նշանակում ներմուծենք, կգրենք այս ձևով, սլակի կեսը, եթե ըստ սահմանման սա նույնն է, որ x-ը զուգամիտում է x-ին XW-ում, եթե x-ը թույլ զուգամիտում է x-ին, ապա x-ը սահմանափակ է։ Այսինքն գոյություն ունի C, այնպես որ ցանկացած n-ի համար x-ը փոքր C-ից։ Ոնց որ նորմով զուգամիտող հաջորդականությունները սահմանափակ են, նույն ձևով թույլ զուգամիտող հաջորդականությունները սահմանափակ են։ Ուրեմն այս հատկությունը, առաջի հատկությունը հեշտությամբ հետևում է սահմանումից։ Այսինքն պետք է նայել ինչ պետք է ցույց տա, պետք է ցույց տա, որ ցանկացած գուն, ցանկացած բազմություն պարունակում է գուն։ Հեշտությամբ հետևում է սահմանումից։ Այս երկրորդ հատկությունը մի քիչ մտածելուց հետո պարզ է դառնում, որ սա իրականում Banach-Steinhaus-ի թեորեմն է, որ եթե
գծային արտապատկերումների ընտանիքը սահմանափակ է ցանկացած տարի վրա, ապա ինքը սահմանափակ է։ Երրորդ հատկությունը ասում է, որ XW-ն Hausdorff-յան է։ Սա էլ համբանախի թեորեմն է, որ ցանկացած երկու կետ կարելի է միմյանցից բաժանել։ Եվ վերջի հատկությունը, որ եթե x-ի չափողականությունը հավասար է վերջավոր չի, ապա XW-ն ծնված չի նորմով։ Ունես 4 հատկություններն են։ Առաջի 3-ի ապացույցը Սայմոնի գրքում կա։ 4-րդի ապացույցը օգտագործում են փաստը, որ նորմով ծնված, այսինքն տարբեր ապացույցներ կարելի է տալ։ Օրինակ հետևյալը կարելի է օգտագործել, որ եթե ունենք նորմով ծնված տոպոլոգիա, ապա ցանկացած գնդի համար, եթե ունենք նորմով ծնված տոպոլոգիա, դե վերցնում ենք գունդ, անում է բաց գունդ, ու վերցնում ենք ցանկացած 0-ից տարբեր վեկտոր, ապա ինչ որ թվով բազմապատկելուց մենք այդ գտից դուրս կգանք։ Եթե տոպոլոգիան ծնված է, եթե թույլ տոպոլոգիան ծնված է նորմով, ապա ճիշտ է հետևյալ հատկությունը։ Վերցնենք գունդ, օրինակ 0 պարունակող բաց գունդ, ու նայենք ոչ 0 վեկտոր։ Նայենք ինչ-որ մի x, որը պատկանում է B01-ին։ Կամ B0 էպսիլոն, բարձրացում եք էլի։ B0 ցանկացած r-ի։ Եթե վերցնում ենք 0-ից տարբեր, ապա գոյություն ունի լամդա, այնպես որ լամդա x-ը արդեն գնդի 1 չի։ Չի պատկանում B0 r-ին։ Օգտագործելով ընդամենը սա, կարող ենք ցույց տալ, որ գոյություն ունեն բազմություններ, որոնք չեն կարող գունդ պարունակել։ Հետևաբար տոպոլոգիան չի կարող լինել։ Մի խոսքով, փորձեք ես առաջի 3-ը կարդալ Սայմոնի գրքում, վերջին էլ փորձեք ապացուցել։ Իրոք շատ պարզ է։ Պետք է օգտագործել ինչ է նշանակում բաց բազմություն թույլ տոպոլոգիայում, այդ ինչպես տեսանք, ըստ էության հենքը սա է, ասում են բազմությունների հենքը, տոպոլոգիայի հենքը այս վերջավոր հատումներն են։ Այսինքն, եթե վերցնում եք ինչ-որ մի բաց բազմություն, եթե վերցնում եք այս տեսակ ինչ-որ մի բազմություն, պետք է ցույց տալ, որ սա չի կարող պարունակել գունդ, որտեղ եթե տոպոլոգիան նույնն է, ես պետք է պարունակել գունդ, իսկ գնդի համար ճիշտ է հետևյալը, ինչ-որ մի կետ, եթե բազմապատկում եք մեծ թվով, ինքը արդեն գնդի 1 չի, որը ճիշտ չի նաև չի կարող ճիշտ լինել սրա համար։ Սրա համար հեշտ կարող են գտնել x-տար, որը ինչ թվով բազմապատկենք մնալու է ստեղ։ Պարզապես այդ բոլոր ֆունկցիոնալները այդ x-ի վրա դառնում են 0։ Մի խոսքով, փորձեք ինքնուրույն ցույց տալ այս բաները, հաջորդ անգամ քննարկենք, եթե ստացվի։ Հարցեր կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը տեսին բոլորին։